Ռիոփինի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է, բարի երեկո։ Մեզ հետ ու մեր շուրջը տեղի ունեցող հաճախ ոչ այդքան ակնհայտ, բայց կարևորագույն իրադարձությունները փորձենք հասկանալ միասին։ Այսօր կխոսենք հատկապես տարածաշրջանային շատ լուրջ զարգացումների մասին։ Փորձելով վերծանել հայ-թուրք-ռուս եվրոպացի պաշտոնյաների խոսքերի տողատակերը, որ հասկանանք ինչ սպասել ու ինչ անել, այսօրվա թողարկմանը դիտեք։ Ինչպես է պետականացվելու հեծը ու ինչ է լինելու։ Հայաստանի ներքաղաքական բուռն զարգացումների միջազգային դիտանկյունը միասին վերծանենք պաշտոնական տեքստերում թաքնված կարևորն ու էականը։ Ճանապարհների ստեղծում ու վերահսկում, ինչ է միջին միջանցքը ու որտեղ ենք հայտնվելու մենք։ Թուրքիայի, Իրանի եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի նախագահները կհավաքվեն Ստեփանակերտում։ Ռուսատիացության նոր ալիք Ադրբեջանում լարվածությունը մոտենում է գագաթնակետին։ Վրաստանում մնացած հայկական կոնյակի հարցը լուծվում է։ Եվ տրանսպորտի ուղևորձը վճարեք, այլապես կտուգանվեք։ Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Օրակարգում ի թիվս այլ հարցերի հանրային ծառայություններ կարգավորող մարմնի եւ էներգետիկայի մասին օրենքներում առաջարկող լրացումներն են։ Հայաստանի էլեկտրական ցանցեր անունը ոչ միտեղ չի նշվում, բայց այս օրենքներում փոփոխություններն ակնհայտորեն կապված են հեծը ազգայնացնելու նպատակի հետ։ Որպեսզի դա ստացվի, պետք է երկու օրենքում լրացումներ լինեն։ Սա խնդրի տեխնիկական կողմը։ Հիմա կտեսնենք, թե ինչ է խոսել ազգային ժողովում, եթե կարճ իշխանությունը պնդում է, որ խնդիրը նոր չի առաջացել, օրինակ նախարարներից մեկը վստահեցրել է, որ հեծի պետականացման գաղափարը ծագել է Սամվել Կարապետյանի հայտարարություններից առաջ։ Ընդդիմությունն էլ զգուշացնում է, որ էլեկտրացանցերի ազգայնացում աշխարհում շատ քիչ է եղել ու որպես կանոն վատ է ավարտվել։ Ի դեպ, Սամվել Կարապետյանի ընտանիքն արդեն ծանուցել է պետական մարմիններին ներդրումային վեճ սկսելու մասին։ Օրվա գլխավոր իրադարձությանը հետևում է իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը, այսօր ամբողջ օրը նա լսել է ազգային ժողովում ով ինչ է խոսել, հիմա տեսնենք Սիմոնը ինչ է ասում։ Սիմոն, բարի երեկո։ Բարի երեկո, Դավիթ։ Եվ այսպես կարևոր ռեպորտաժ է սարքել, քիչ հետո կտեսնենք, խնդրում եմ պատմի ինչի մասին է խոսքը, որտեղ խոսքը հոսանքի մասին չէ, դա արդեն հասկացանք, իսկ ինչ են խոսում։ Դե ազգային ժողովում քննարկումները լարված էին։ Իշխանությունները հիմնականում ասում էին, որ հոսանքի անջատումները դարձել են ավելի հաճախ եւ դա ազգային անվտանգության խնդիր է արդեն։ Իսկ թե երբ է առաջացել այս հարցը ու երբ են որոշել, որ պետք է հեծը ազգայնացնեն, այսօր վարչապետ Փաշինյանը նույնպես մի գրառում է արել, հրապարակել է մի սկրինշոտ, որտեղ երևում է, որ մայիսի 20-ին մի քանի հոգու ծանոթում է, որ առաջին դեպքը չի, երբ իր ներկայությամբ որևէ պետական միջոցառման ժամանակ հոսանքներն անջատում են։ Եվ դրա համար հենց ծանուցել է մշակեն ծրագիրը։ Նպատակը այսինքն այն էր, որ ցույց տա, որ դա տեղի ունեցել Սամվել Կարապետյանի հայտարարություններից առաջ եւ ոչ թե այդ պատճառով։ Հա, իսկ ամենակարևորը հոսանքը կթանկանա։ Մի քանի տարբեր տեսակետ կար, հիմնականում ընդդիմադիր գործիչներն ասում էին, որ աշխարհում փորձը ցույց է տվել, որ պետականացումը նմանատիպ ենթակառուցվածքների հանգեցրել են թանկացման, այդ թվում հոսանքի դեպքում նույնը կլինի, ինչպես նաև երեք Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբորորդին տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասում էր, թե ինչքան ներդրումներ են արել, ու անգամ նշում էր, որ 2-ից 3 միլիարդ, եթե չեմ սխալվում, 2-ից 3 միլիոն դոլար իրենց գրպանից աշխատավարձներն են տալիս հեծի աշխատողների արդեն։ Այո, ես տեսա, դա իդեպ դա նաև նշանակում է, որ հիմա կարող է խնդիրներ առաջանան աշխատավարձների հետ, թե ինչ որ ձևով։ Այո, արդեն բնականաբար այն գումարը, որ ներդրում անում էր մասնավորը, պետք է անի պետությունը, ինչը կարող է նաև հանգեցնել, այսինքն հաստատ չի, որ հոսանքը կթանկանա, բայց կարող է նաև հանգեցնել հոսանքի թանկացման։ Այսինքն կամ պետք է ներդրողներ գտնեն, կամ պետք է վճարենք մենք։ Կամ էլ պետական բյուջեից վճարում ենք։ Այո, այսինքն մենք։ Չէ, հիմա մենք ենք, չէ, պետական բյուջեն։ Շատ շնորհակալ եմ, Սիմոն, հիմա տեսնենք ինչ ռեպորտաժ է մեր Սիմոնը պատրաստել, դիտենք ու շարունակենք։ Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման կամ ինչպես ընդդիմադիրներն են ասում, խլման հարցով քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է զբաղվում։ Ի պատասխան մեր հարցման ասում են վարչապետի աշխատակազմից։ Ինչու է հարցն այդքան հրատապ, որ արտահերթ նիստով է քննարկվում։ Ենթատեքստեր տեսնելով հարցնում է ընդդիմադիր падգամավորը։ Թռնեք օդ, իջնեք ներքև, սա հեծը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ փորձեք փաթեթավորել։ Իշխանական Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր գործընկերոջ հարցին պատասխանելու փոխարեն անցյալն է հիշեցնում, էլի ներկա ու նախկին իրար խառնելով։ Իմ ընկալմամբ ձեր նոր թիմի առաջնորդը կամ թիմի նոր առաջնորդը, չգիտեմ, ոնց ուզում եք մեկնաբանեք կամ ընկալեք դա, կարա ձեզ հատորներով պատմի, թե կոնկրետ Հայաստանի Հանրապետությունից ինչն է խլել ու ումա տվել։
Հրատապության մեջ քաղաքական նոտա տեստող ընդդիմադիրներին ի պատասխան վարչապետը մի սկրինշոթ է հրապարակել, որտեղ երևում է, թե երբ է տվել հեծի պետականացման հրահանգն ու ինչ հիմքով։ Մայիսի 20-ի այս հաղորդագրությունն է հրապարակել Նիկոլ Փաշինյանը, իսկ հեծի իրացման տնօրենը նախորդային լրագրողների հետ զրույցում օրենքի նախագիծը կիսագրագետ էր որակել, ապա ուղղել ինքն իրեն։ Անգրագետ օրենքի նախագիծ է ասել էր։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ 2 ամսով կալանավորված Սամվել Կարապետյանի ընտանիքը այսօր ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանոթում է ուղարկել պետական մարմիններ մի համաձայնագրի հիմքով, որով ներդրողներին իրավունք է տրվում դիմել միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները խախտվում են պետության կողմից։ Օրենքով հնարավոր է հեծը պետականացնել։ Տնտեսագետները մի քանի հիմնավոր պատճառ են առանձնացնում, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի սկսել process-ը։ Իհարկե ասում են նաև, որ դրա համար երկար հետազոտություն է հարկավոր։ Մենք այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում կապված էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված եւ դրանց մասին նույնիսկ խոսելու կամ ինչ-որ բան ապացուցելու կարիք էլ չկա։ Սա է հիմնականը եւ ռազմավարական ոլորտը հաշվի առնելով մենք կարծում ենք, որ նման հարցերին պետք է հրատապ լուծումներ տալ։ Հեծի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը նշում է, որ պետությունը լավ կառավարիչ չէ, համաշխարհային փորձն է օրինակ բերում։ 200 երկրից միայն 2-ում են էլեկտրական ցանցերը պետության ենթակայության տակ։ Եթե դուք տեսնում եք վթար շատ մեծ քանակի բնակչություն է անջատվում, դա չի կարող լինել հեծը։ Ունենք սխալ։ Բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները իրենց ծառայությունների գները բարձրացրել են։ Մենք համարյա թե նույն սանդղակի վրա ենք սկսեցինք ներդրումներ անել։ Տարին $100 միլիոն ներդրում է արվում հեծում, ասում է Կարապետյանն ու ավելացնում, որ 3-ից 4 միլիոն դոլար իրենց գրպանից աշխատավարձ են տալիս աշխատողներին։ Ընդդիմադիր գործընկերներին դիմում է իշխանական Արման Եղոյանը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը բերում, որի 24%-ը պետությանն է։ Եթե դուք հիմա ձեզ դիրքավորում եք որպես հեծի շահերի, հեծի ներկա սեփականատերերի շահերի պաշտպան, ապա ձեր ընկալման բնական է, որ դա պետք է ընկալվի որպես խլել։ Մի բան, որ ձեզանից կամ ձեր կողմից պաշտպանված մարդկանցից է պակասելու։ Բայց եթե դուք ընկալում եք ազգայնացումը կամ պետականացումը, եթե դրան դիտարկում եք ձեր որպես Հայաստանի քաղաքացի, այսինքն մի մարդ ում է վերադարձվելու հեծը, ապա դա չի լինում խլել, դա լինում է պետականացնել։ Խմբակցություններն իրենց դիրքորոշումն են հայտնել նախագծի մասին։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ հեծը կամ նմանօրինակ կառույցները ազգայնականացվում են։ Բոլոր այդ տեղերում թանկացում է տեղի ունեցել։ Անխտիր որտեղ ազգայնացվել է, թանկացում է եղել։ Հեծը չեն խլում, պարզապես քանի որ մենք հեծը պետականացնում ենք, իսկ դուք պետությունը համարում եք խալխինը, ձեր համար հեծը խլել է, որովհետև հեծը գնալու է ժողովրդինն է դառնալու։ Եվ հիմա էլ հերթը հասել է սեփականության զրկման գործընթացներին։ Մնացած բոլոր մանրամասնությունները, պարոն Վարդանյան, հանձնաժողովում քննարկումների ժամանակ մասնագիտական, իրավական, հակասահմանադրականություն այս ամենի կներկայացվի։ Օրակարգ մոտ մի ամիս առաջ մտած ու հրատապություն ձեռք բերած հարցը ազգային ժողովը պատրաստվում է 24 ժամում քննարկել ու որոշում կայացնել։ Սիմոն Հովհաննիսյան, Reopen Media։ Մի կարևոր դրվագի մասին, որն ուղիղ կապ ունի հեծի շուրջ այս զարգացումների հետ։ Ավելի ճիշտ հեծն այս ամենի միայն մեկ դրվագն է։ Նախորդին քննչական կոմիտեի նախագահը հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, խոսել կալանավորված եպիսկոպոսների մասին ու ասել, որ իրենք ունեցել են տվյալներ, ըստ որի Սամվել Կարապետյանը քննչականի նկարագրած հանցավոր գործողություններին մասնակցելու համար պետք է մարդ հավաքեր եւ կոչ հնչեցներ, եւ երբ իրենք լսել են այդ կոչը, արձագանքել են։ Իսկ կոչը մեկն էր, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել էր իր հայտնի գրառումներն ու պահանջներն ուղղված ամենայն հայոց կաթողիկոսին, Սամվել Կարապետյանը Մայր Աթոռի մոտ աջակցություն էր հայտնել եկեղեցուն եւ ասել, որ եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Ու ահա սկսվեց այս ամենը։ Եվ շատ արագ տեղի ունեցավ միջազգայնացում ու այստեղ շատ էական են պաշտոնական տեքստերի տողատակերը։ Եկեք հերթով վերցանենք։ Կիրակի օրը Մակրոնը հեռախոսով խոսեց Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայերեն գրառում արեց, որի ամեն պարբերություն շատ հետաքրքիր էր։ Նախ
Մակրոնը հայտնեց իր համերաշխությունը իր խոսքով ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։ Վերահաստատեց իրենցը շատ հետաքրքիր է թե ում նկատի ունի Ֆրանսիային, Եվրամիությանը թե ում։ Վերահաստատեց իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանի խիզախ ջանքերին ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Վերջում էլ հավելեց, որ խաղաղությունը եւ բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար։ Եվ ահա հաջորդ օրը Երևան է գալիս Եվրամիության անվտանգության, քաղաքականության եւ արտաքին գործերի բարձր հանձնակատարը ու Նիկոլ Փաշինյանին ասում, որ Եվրամիությունը պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը ու ընդգծում, թե ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության եւ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում։ Դե իսկ դրանից մեկ ժամ առաջ Հայաստանի արտգործ նախարարությունը մասուլիսի ժամանակ նրա կողքին կանգնած Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործ նախարարին կոչ արեց չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ Իսկ դրանից էլ մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԱՑ-ում հայտարարեց այսօրվա մարտահրավերները հիբրիդային են։ Իդեպ այսօր կայացել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների առաջին հեռախոսազանգը վերջին 3 տարում։ Մակրոնն ու Պուտինը խոսել են Մերձավոր Արևելքի եւ Ուկրաինայի մասին։ Բայց վերադառնանք մեզ։ Այս ամենը տեղի է ունեցել վերջին 48 ժամում։ Եթե սրան գումարենք Ռուսաստանից եկող ազդակները, հայ-թուրքական վերջին շփումները եւ հիշենք, թե որտեղ ում հետ հանդիպման ժամանակ է որոշվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրով եւ թե ով ու ինչպես էր դրանից զարմացել, հիմա տեսնում եք էկրաններին, շատ հետաքրքիր պատկեր ենք ունենում։ Եվ այսպես, ընթանում է արևելքը արևմուտքին կապող ճանապարհների բացման, այդ ճանապարհները վերահսկելու մեծ պայքար։ Բնականաբար Եվրամիությունն ուզում է, որ այդ ճանապարհները շրջանցեն Ռուսաստանը եւ որևէ ձևով չլինեն Մոսկվայի ազդեցության տակ։ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են լուծել ոչ միայն այդ խնդիրը, այլև այնպես անել, որ Հայաստանը եւս չունենա որևէ լծակ, թեև խոսքը հենց Հայաստանի տարածքի մասին է։ Այստեղից էլ գալիս են բաց սահմանների մասին Մակրոնի ձևակերպումները, թուրքերի Զանգեզուրի միջանցքը, Նիկոլ Փաշինյանի խաղաղության խաչմերուկը։ Բայց մեծ հաշվով խոսքը մեկ բանի մասին է՝ միջին միջանցք։ Հայաստանում եւ Ադրբեջանում վերջին շրջանում նկատվող հակառուսական դիրքորոշումների սրացումը ըստ էության կարող է առնչություն ունենալ տարածաշրջանում Եվրամիության եւ Թուրքիայի հարաճկուն ներկայության հետ։ Հարցն առավել սրվում է միջին միջանցքի նախագծի իրագործման ֆոնին, որը փորձում է կապել Չինաստանը եւ Եվրոպան Թուրքիայի ու Կասպից ծովի միջոցով շրջանցելով Ռուսաստանը։ Խոսքը միայն միջին միջանցքի մասին չէ, բոլոր տրանսպորտային ուղիների մասին է։ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է բացել բոլոր տրանսպորտային ուղիները, պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին եւ Նախիջևանին իրար հետ կապելու համար, պատրաստ է մեծ Թուրանի համար, այսպես ասենք, ճանապարհ տրամադրել եւ այլն։ Այսինքն այստեղ խոսքը չի գնում միայն մեկ պրոյեկտի մասին, այս պրոյեկտները շատ մեծ են, շատ տարբեր են եւ շատ ծավալուն են։ Այնպես որ խոսքը պետք չի կենտրոնացնել միայն այդ միջին միջանցքի վրա, պետք է հասկանալ, որ խոսքը գնում բոլոր կոմունիկացիաների մասին, որտեղ չի կարող չէ ինչ-որ միջանցք, ինչ-որ մի բան բացվի, մի ճանապարհ բացվի, մի միջանցք բացվի, մյուսը չբացվի, կիսաշրջափակված մնա Հայաստանը եւ այլն։ Այսինքն խնդիրը շատ ավելի գլոբալ է պետք դիտել։ Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը միտված է հենց տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը առանց գերիշխող կողմերի, առանց հատուկ արտոնությունների որևէ պետության համար։ Հայաստանի շրջափակումը տարիներ շարունակ տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ջանքերով եւ Հայաստանը տարածաշրջանային բոլոր նախագծերից դուրս է մնացել։ Բացառություններ իհարկե եղել են, ընդհանրեն ՀԱՏՄ-ն է եղել բացառություն, որ ձևաչափը, որում Հայաստանը մասնակցություն ունեցել է եւ մեխանիզմներ է գտել, թե ինչպես մասնակցի, բայց համենայն դեպս մենք տեսնում ենք, որ ցանկացած նախագիծ, որը տեղի ունեցել մեր տարածաշրջանում, Հայաստանը հետո դուրս է մնացել, բայց դուրս է մնացել հաշվի առնելով այն իրողությունները, որոնք որ եղել են ժամանակին, իսկ հիմա իրավիճակը մի փոքր այլ է եւ պետք է ճիշտ հաշվարկ կատարել ցանկացած պրոյեկտի նախագծի տակ մեր ստորագրությունը դնելուց առաջ։ Սակայն նույն տարածաշրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը ակտիվորեն առաջ են մղում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը ենթադրում է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին եւ Թուրքիային կապող ուղի Հայաստանի հարավով։ Նաև մենք տեսնում ենք Թուրքիայի աճող ազդեցությունը մեր տարածաշրջանում հաշվի առնելով հիմնական մրցակիցների թուլացումը, այսինքն Ռուսաստանի եւ Իրանի թուլացումը, ազդեցության թուլացումը հարավային Կովկասում, այնպես որ սա բավականին sense բազմաշերտ եւ տարատեսակ շահերի բախման, այսպես ասենք, մի տարածաշրջան է, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոխվում պայմանավորված գլոբալ աշխարհակահաղական ցնցումներով եւ փոփոխություններով։ Միջազգային նախաձեռնությունները եւ տրանսպորտային նախագծերը վաղուց դուրս են միայն տնտեսական շրջանակներից։ Դրանք դարձել են աշխարհակաղակական գործիքներ, ներգրավելով Եվրամիությանը, Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին եւ Չինաստանին։ Եվրամիությունը մասնավորապես վերջին 1 տարում ակտիվացրել է իր ներգրավվածությունը նպատակ ունենալով ձևավորել վստահելի ու անվտանգ ճանապարհներ դեպի Կովկաս եւ այնտեղից դեպի Կենտրոնական Ասիա։
Հիմա Թուրքիան հնարավորություն ունի մեր տարածաշրջանում ավելի ազդեցիկ խաղացող դառնալ եւ կարծում եմ այդ շանսից փորձելի օգտվել։ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ փորձում է այս գործընթացում դառնալ առանցքային կապող օղակ, ինչն էլ խիստ մտահոգում է Ռուսաստանին։ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար միջին միջանցքն ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ռազմավարական են դառնում ոչ միայն ապրանքների, այլ նաեւ ազդեցության տարածման տեսանկյունից։ Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, երբ ներկայացվում է որպես խաչմերուկ, փոխադարձ շահերի հենքով կարող է վերածվել համագործակցության իրական հարթակի։ Սակայն երբ այն ներկայացվում է որպես միջանցք քաղաքական լծակի ձևով, այն խորացնում է լարվածությունը։ Հայաստանի խաղաղության խաչմերուկը այս համատեքստում դիտվում է որպես պատասխան Եվրամիությանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերին, փորձելով ձևավորել ներառական եւ սուվերենության վրա հիմնված մոտեցում։ Դժվար է ասել, թե տարածաշրջանային մյուս խաղացողները ինչպիսի միջանցքներ են տեսնում, ինչպիսի ճանապարհներ են տեսնում, ում վերահսկողության ներքո ճանապարհներ են տեսնում, որոնք որ նաև Հայաստանի տարածքով պետք է անցնի, սա իհարկե շատ բարդ է ասել, թե որը որի հետ կարող է համընկնել, որը որին կարող է հակասել։ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները շեշտում են, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա խաղաղ միջոցներով, առանց ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի, ինքնիշխանության խախտման եւ միջազգային իրավունքի նորմերի շրջանցման։ Հակառակ պարագայում ցանկացած միջանցքային մոտեցում կարող է ոչ թե կապող, այլ բաժանարար գծի դեր խաղալ, դառնալով նոր լարվածությունների աղբյուր։ Դիանա Կարապետյան, Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Սա առաջին հերթին Թուրքիայի օրակարգն է։ Իհարկե կան այլ շահառուներ եւս, հատկապես երբ խոսք է բացվում Ռուսաստանը շրջանցող միջանցքի մասին, բայց խոսքը Թուրքիայի, առաջին հերթին Թուրքիայի մասին է։ Եվ իհարկե տեղին է եւս մեկ անգամ հիշել Մակրոնի հայերեն գրառման այս մի հատվածը։ Վերահաստատեցի մեր աջակցությունը Նիկոլ Փաշինյանի խիզախ ջանքերին ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Որտեղ ենք հայտնվում մենք, այս մեծ պայքարում մեծ փոփոխություններն արվում են մեր մասնակցությամբ, թե մեր հաշվին, մեր օգտին, թե հակառակը։ Թուրքիան ամեն դեպքում դեռ չի շտապում ոչ սահման բացել, ոչ էլ Ադրբեջանին հորդորել խաղաղության պայմանագիր ստորագրել։ Էլ ինչ են ուզում մեզնից այսքանից հետո, պահանջները մի օր կավարտվեն, թե ոչ։ Իդեպ այսօր լուր տարածվեց, որ այս շաբաթ Ստեփանակերտում են լինելու Էրդողանը, նույնիսկ Իրանի նախագահը, Պակիստանի վարչապետն ու մի շատ հետաքրքիր պաշտոնյա։ Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահը, չճանաչված երկրի ղեկավար, Ստեփանակերտում, Իրանի նախագահի, Թուրքիայի նախագահի դե ու մյուսների հետ։ Հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ բարդ եւ անփոփոխ, չնայած վերջին տարիներին որոշակի դիվանագիտական ջանքերին, հատկապես հայկական կողմից։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը նշում է, հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց չկա։ Սկզբունքային առումով ես չեմ տեսնում որևիցե փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում, որտեղ Թուրքիան իրենց դիրքորոշում ամենաբարձր մակարդակով հայտարարել է, Էրդողանն է դա ասել, որ մինչև հայ-ադրբեջանական համաձայնագիր չստորագրի, Թուրքիան որևիցե քայլ չի ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով եւ այդ դիրքորոշումը Թուրքիան պահպանում է։ Այս համատեքստում դիվանագիտական շփումներն ակտիվացնելու կարևոր խթան է դառնում միջին միջանցքը, որը Թուրքիայի ռազմավարական առաջնահերթություններից է։ Իմ կարծիքով Թուրքիան, այո, շատ կարևոր է Թուրքիայի համար այդ միջին միջանցքը, ինչու։ Առաջին հերթին դա ամենապարզն է, որ Ադրբեջանի հետ ունենա շատ արագ եւ ոչ վերահսկելի Հայաստանի կողմից ճանապարհ, երկրորդը որ կապ ունենա կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրների հետ իր ծրագրերը իրականացնելու համար։ Թուրքագետ ակադեմիկոսի խոսքով, եթե գործարկվի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան երկաթուղին, Թուրքիան կարող է զգալիորեն բարձրացնել իր համաշխարհային ազդեցությունը, կապելով Չինաստանը Եվրոպային։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, Թուրքիայի նպատակները դուրս են գալիս միայն միջին միջանցքի շրջանակներից եւ ընդգրկում են ավելի լայն ռազմավարություն։ Նույն ժամանակ Թուրքիան պետք է փորձի այնպես անել, որպեսզի ազդեցությունը պահպանի ամբողջ Հարավային Կովկասում, եւ վերջի 30 տարիներին Հարավային Կովկաս Թուրքիան չէր կարողանում մտնել, չէր կարողանում ազդեցություն ունենալ, հաշվի առնելով Հայաստանի հետ բարդ հարաբերությունները կամ հարաբերությունների ըստ էության բացակայությունը։ Սակայն ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանի միջանցքի իրականացումը բախվում է ենթակառուցվածքային խոչընդոտների։ Թուրքիայի երկաթգծերի համակարգը կապված չի Նախճեվանի հետ։ Նույնիսկ եթե եկել պատկերացնենք, որ վաղը բացվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Թուրքիան երկաթգիծ չունի։ Եվ դրա համար պետք է հիմա Թուրքիան սկսել են կառուցել Կարս Նախճեվան երկաթգիծը, որը մոտ 200-ից ավել կիլոմետր է։ Պաշտոնական տվյալներով այդ շինարարությունը, որը բավական բարդ տեղանքով է անցնելու այդ երկաթգիծը, ավարտվելու է 2029 թվականին։
Ռուբեն Սաֆրասյանի գնահատականով, թեև հարաբերությունների կարգավորումը եւ կապուղիների բացումը կարող են նոր հնարավորությունների դուռ բացել, դրանք սակայն նաեւ ռիսկեր են պարունակում։ Այո, այդ վտանգները կլինեն, բայց պետք է մենք կարողանանք կառավարենք այդ վտանգները։ Մենք միջոցներ պետք է ունենանք վտանգները կառավարելի դարձնելու համար։ Մասնագետների համոզմամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ միջին միջանցքի իրականացումը պահանջում են Հայաստանի շահերի պաշտպանության հստակ մեխանիզմներ, տարածաշրջանային հնարավորություններից օգտվելու, բայց եւ միաժամանակ ռիսկերը կառավարելու համար։ Դավիթ Գենջոյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Այս համատեքստում, եթե դիտարկենք այն, ինչ կատարվում է ռուս-ադրբեջանական հարաբերություններում, շատ ավելի հետաքրքիր պատկեր կստանանք։ Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է Սպուտնիկ Ադրբեջանի տնօրենին ու գլխավոր խմբագրին։ Ադրբեջանում ռուսական մշակութային ներկայությունը շատ հնարավոր է, որ շուտով վերջ տրվի։ Այսօր Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նորից կանչել են արտգործնախարարություն։ Ռուսները սահմանում են ադրբեջանական խմիչքների ներկրման արգելք, նոր ձերբակալություններ կան։ Մի խոսքով տպավորություն է, թե ամեն ինչ նոր է սկսվում, թեև ամեն պահի կարող է ավարտվել։ Եկատերինբուրգում եւ Վորոնեժում վաղեմի սպանության համար ասկատյալ ադրբեջանցիների շուրջ գալների հետևանքով Բաքվի դիվանագիտական դեմարշներին ի պատասխան Ռուսաստանի իշխանությունը դիտարկում է Ադրբեջանից ալկոհոլային խմիչքների ներմուծման արգելք սահմանելու հնարավորությունը։ Ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած Կրեմլյովսկայա Տաբակերկա տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ արգելքը կարող է տարածվել Ադրբեջանից նախկինում ներկրված գինիների եւ կոնյակների բոլոր տեսակների վրա, առանց բացառության։ Մինչև այդ Բաքուն չեղարկել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցն Ադրբեջան, ռուսական մշակութային միջոցառումները, ապա լրտեսության մեղադրանքով ցուցադրաբար ձերբակալվել էր Սպուտնիկ Ադրբեջանի խմբակցության ղեկավարներին։ Ադրբեջանի իրավապահները Բաքվում ձերբակալել են 2 կազմակերպված հանցախմբերի, որոնց կազմում ընդգրկված են եղել Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանց կասկածում էին Իրանից թմրանյութերի տարածման, համացանցով թմրանյութերի տարածման եւ կիբերհանցագործությունների մեջ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Բաքվում Սպուտնիկ Ադրբեջան գործակալությունում անցկացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել է եւս 7 մարդու խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մասին հոդվածներով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Բաքվի հետ ուղիղ կապերի միջոցով հույս ունի ապահովել Ադրբեջանում ձերբակալված Սպուտնիկ Ադրբեջանի աշխատակիցների ազատումը։ Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը, որին կանչել էին Ռուսաստանի արտգործնախարարություն, բողոքի բանավոր նոտա են փոխանցել։ Դեսպանին գերատեսչություն էին կանչել նաև 3 ռուս լրագրողների ապօրինի ձերբակալման պատճառով։ Նախարարության ներկայացուցիչ Դմիտրի Մասյուկը հայտարարել է, որ որոշ ուժեր ջանքեր են գործադրում Մոսկվայի եւ Բաքվի միջև հարաբերություններում պառակտում առաջացնելու համար։ Ադրբեջանը սակայն ավելի է սրում լարվածությունը Մոսկվայի հետ։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում ռուս ուժայինների կողմից դաժան վերաբերմունքի հետևանքով 2 ադրբեջանցի քաղաքացիների մահվան փաստով։ Ռուսաստանում սպանության մեջ կասկածվող Սաֆարովները մահացել էին հունիսի 27-ին ներքին գործերի նախարարության եւ Անվտանգության դաշնային ծառայության համատեղ գործողության ընթացքում։ Ըստ ադրբեջանական աղբյուրների դիահերձումը հաստատել էր, որ Հուսեյն Սաֆարովը մահացել է բազմաթիվ կողոսկրերի կոտրվածքների եւ այլ վնասվածքների հետևանքով առաջացած հետտրավմատիկ շոկից։ Մոտավորապես նույն ախտորոշումն է Զիադինի դեպքում։ Մինչդեռ ռուսական կողմը պնդում էր, թե շուրջգալի ժամանակ նրանք մահացել էին ինֆարկտից։ Ադրբեջանական դատախազությունը նշում է, որ մյուս 5 տասնյակ ադրբեջանցիները նույնպես ենթարկվել են նմանատիպ բռնությունների եւ գտնվում են ռուսական հիվանդանոցներում տարբեր ծանրության վնասվածքներով։ Ադրբեջանի դիահերձման եւ պաթոլոգիայի միավորման գլխավոր տնօրեն պրոֆեսոր Ադալիաթ Հասանովը հայտնել է, որ Ռուսաստանում սպանված Զիադին Սաֆարովի մարմինը վերադարձվել է Ադրբեջան առանց մեկ կողոսկրի։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Ռուսաստանի խնդիրները սակայն շատ ավելի մեծ են։ Ուկրաինան, այստեղ ռուսական զորքերը հասել են Դնեպրապետրովսկի շրջան, այսինքն հսկողություն են հաստատել Դոնեցկի շրջանի հարավային հատվածների նկատմամբ, բայց պատերազմը չի ավարտվում արդեն տարիներ, ու սա այս ամբողջ զարգացումների համատեքստում, որի մասին խոսեցինք, երևի թե ամենակարևոր նկատառումն է։ Երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել այն բանից հետո, երբ ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին։ Մարզի քաղաքների ու գյուղերի ուղղությամբ 400-ից ավելի հարված է եղել ըստ ուկրաինական կողմի։ Օգտագործվել է ինչպես հրետանի, այնպես էլ դրոններ ու ավիացիա։ Առավոտյան Զապորոժիեում մի քանի անգամ օդային տագնապ է հնչել։ Զգուշացվել է բալիստիկ հրթիռներով հարվածի վտանգի մասին։ Ռուսները այսօր հարվածել են նաև Կամենսկի շրջանին։ Դեպքի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել, զոհեր ու վիրավորներ կան։
Մինչև այդ ուկրաինացիները լյուտի տիպի անօդաչուներով հարվածել էին 1300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իժևսկին։ Ռուսական կողմը հայտնել է, որ 3 մարդ է զոհվել, եւս 35-ը հոսպիտալացվել, 10-ի վիճակը ծանր է։ Փոխադարձ ակտիվ հարվածների ֆոնին Պուտինի խոսնակն է պատասխանել արևմուտքից հնչող քննադատություններին, թե Մոսկվան արհեստականորեն դանդաղեցնում է բանակցությունները։ Օբյեկտիվորեն այստեղ դժվար է խոսել արագ ընթացող բանակցությունների մասին։ Պայմանավորվածությունների կատարման աշխատանքը ոչ ոք չի կանգնեցրել ու չի էլ դանդաղեցնում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր հոբ միջոցներով ոչնչացվել եւ կալանվել է 60 ուկրաինական դրոն ինքնաթիռի տիպի։ Հրթիռակոծվել են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը, Դոնեցկում զոհվել է 1 կին, կան վիրավորներ, ավերվել են շուկայի տաղավարները, բնակելի տներ ու կենտրոնական խանութը։ Սա այս կնոջ երրորդ խանութն է, որ վառվում է պատերազմի 3 տարվա ընթացքում։ Սոցցանցերից իմացանք, որ մեր առևտրային կենտրոնը վառվում է։ Երբ եկանք, ամբողջը ծխի մեջ էր։ Առավոտյան արդեն տեսանք ամբողջ ողբերգությունը։ Կրակը ոչինչ չէր խնայել, ամեն ինչ վառվել մոխիր էր դարձել։ Իդեպ ըստ պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի Ռուսաստանն անցած ամիս ամենամեծ տարածքային առաջխաղացումն է գրանցել Ուկրաինայում վերջին կես տարվա ընթացքում։ Ռուսաստանը այս շաբաթ հաստատել է Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության տարածքի 100%-ի նկատմամբ վերահսկողությունը, հայտարարել է մարզի ղեկավարը։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Մոռացանք Վրաստանի մասին, մինչդեռ Թբիլիսին այս բոլոր ցնցումներից մեղմ ասած այդքան էլ հեռու չէ։ Այս ընթացքում մի տարօրինակ խնդիր առաջացավ, հայկական կոնյակը Ռուսաստան չէր հասնում, արդեն 2 ամիս։ Հիմա խնդիրը լուծվեց, բայց պատճառը այդպես էլ մութ մնաց։ Ի վերջո ինչու էր առաջացել այս խնդիրը, դա կապված էր Վրաստանի թե Ռուսաստանի հետ, փորձել է հասկանալ իմ գործընկեր նորից Սիմոն Հովհաննիսյանը։ 2 ամիս արգելանքի տակ մնալուց հետո Վրաստանի տարածքից փուլ առ փուլ Ռուսաստան են գնում հայկական կոնյակով բեռնված մեքենաները։ Խնդիրը տեխնիկական է, թե այլ չերևացող հարցեր կան։ Փորձեցինք ճշտել էկոնոմիկայի նախարարությունից։ Տարածքներ պատճառաբանություններ են ներկայացվում վրացական կողմից, դրանք հիմնականում հայկական կողմի համար համոզիչ չեն եղել, եւ հենց դա է պատճառը եղել, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տարել, որպեսզի խնդիրը ստանա իր լուծումը։ Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանի կարծիքով ԵԱՏՄ-ում մեզ դիտարկում են հնարավոր ժամանակավոր անդամ, քանի որ մեր պետությունը հայտարարում է Եվրամիություն մտնելու ցանկության մասին։ Առնվազն երևացող մակարդակով գործընթաց է գնում եւ առնվազն ակնհայտ է, որ հայ-վրացական երկխոսությունն այս մասով դանդաղում է, հապաղում է կամ բավարար արդյունավետություն չի տալիս։ Եթե իսկապես կա լավ քաղաքական երկխոսություն եւ հարաբերություններ, 2 ամիսը շատ երկար ժամանակահատված է տնտեսական մի իրավիճակի հետ կապված հանգուցալուծման գալու հետ պայմանավորված։ Կոնյակը, որը արտահանվում էր Վրաստանի տարածքով, վրացական շուկայի համար չէր։ Մեծ հաշվով վրացիներին պետք է չմտահոգեր դրա բաղադրությունը։ Մասնագետը ակնհայտ է համարում, որ միայն տեխնիկատնտեսական խնդիրը չէ բեռներին արգելափակելու հիմնական պատճառը։ Ժամկետը արդեն հուշում է, որ սա կարծես թե միայն տեխնիկատնտեսական բնույթի խնդիր չէ, կամ եթե անգամ բացառապես խնդիրը տեխնիկատնտեսական է, ապա արդեն ձգձգման ժամկետը տրամաբանությամբ հուշում է, որ պիտի արդեն որոշակիորեն լուծված լինեին այդ հարցերը։ Եթե սա որոշակի մեխանիզմների մշակման խնդիր է, ապա արդյոք մոտավորապես 2 ամսվա հետ գործ ունենք։ 2 ամիսը արդեն բավարար ժամանակ չէր այդ մեխանիզմները մշակելու եւ իրականացնելու համար։ Կոնյակը Հայաստանից արտահանվող ապրանքների թոփ 10-ում է։ Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը հիմնականում թոփ 5-ում էր, իսկ 2023-ից 24 թվականների առաջին կիսամյակներում արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է եղել։ Արտահանվող կոնյակի ավելի քան 80%-ը գնացել է հենց այս երկիր։ Հաջորդը Բելարուսն է։ Էկոնոմիկայի նախարարն էր հանդիպել վրացի գործընկերոջ հետ քննարկել խնդիրը։ Ավելի ուշ նախարարը Facebook-ում գրեց, որ հունիսի 1-ից 29-ը վրաց-ռուսական սահմանը հատել եւ Ռուսաստանը մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար։ Իդեպ ռուսական Իզվեստիա պարբերականը մայիսին հայտնեց ռուս-վրացական տնտեսական մի հանդիպման մասին, որտեղ կողմերը քննարկել են առևտրաշրջանառության ծավալների մեծացումը։ Անտիկոնտրոֆակտ միջազգային ասոցիացիայի նախագահ, կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային արտադրանքներ արտադրողների միության նախագահ Վլադիսլավ Ռեզնիկն ընդգծել է, որ Թբիլիսին հնարավորություն ունի արտադրել կոնյակի թորվածք, որը Ռուսաստանի Դաշնությունում պակաս է։ Բացի այդ, նա ուրախություն է հայտնել, որ Վրաստանին չի հաջողվել ներքաշել հակառուսական արշավի մեջ։ Կարող է սա եւս հայկական արտադրանքի արգելափակման պատճառներից լինել, դեռ հայտնի չէ։ Սիմոն Հովհաննիսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։
Քանի որ վերադարձանք մեր ներքին խնդիրներին, նորից մտնենք ազգային ժողով, որովհետև այսօրվա արտահերթը միայն հեծի մասին չէր։ Շատ հետաքրքիր այլ նորություններ էլ կան։ Օրինակ, որ եթե տրանսպորտում չվճարեք, կտուգանվեք, բայց երբ են սկսելու գործել տուգանքները, ինչպես են տուգանելու, որքան եւ որն է միջազգային փորձը, դիտենք։ Այսուհետև հանրային տրանսպորտից օգտվող այն քաղաքացիները, որոնք չեն վճարի ուղևորձը, կտուգանվեն։ Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր քննարկեց նախագիծ, որով սահմանվում է 15,000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց փոխադրավարձը վճարելու օգտվում են տրանսպորտից։ Եթե քաղաքացին օգտագործում է արտոնություն իրական օգտվողի փոխարեն, տուգանքը եւս 15,000 դրամ է։ Իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, նախատեսվում է 3,000 դրամ տուգանք։ Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել եւ հստակեցնել համայնքներում ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանել վարչական պատասխանատվություն ծառայություններից առանց վճարման օգտվող անձանց համար։ Ստուգումներն իրականացվելու են հսկիչների միջոցով։ Փոխնախարարի խոսքով, եթե քաղաքացին չի վճարում եւ չի ցանկանում նույնականացվել, հսկիչը դիմում է ոստիկանին։ Արդյունքում անձը կարող է նույնիսկ վարչական ձերբակալության ենթարկվել։ Ընդդիմադիր падգամավորները հիշեցին 2018 թվականը, երբ նոր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ եւ չպետք է նրան տեղի անտեղի տուգանել։ Հիմա դուք եկել եք բերել եք տրամագծորեն հակառակ մի օրինագիծ, որը խախտում է այն բոլոր սկզբունքները, ինչով առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Երևանի տրանսպորտի վարչության պետի խոսքով միանշանակ ճիշտ լուծում էր անցումը միասնական տոմսային համակարգի եւ ստուգում իրականացնելու համար պարտադիր չէ, որ յուրաքանչյուր ավտոբուսում հսկիչներ լինեն։ Յուրաքանչյուր ավտոբուս, գրեթե մեր մոտ նոր ներկրված ավտոբուսներ կահավորված են հաշվիչ սարքերով, որոնք ցույց են տալի դրան վերևում է, քանի ուղևոր կա ներսում եւ վալիդացիոն սարքն էլ հնարավորություն է տալիս առցանց ռեժիմով տեսնել քանի վալիդացիոն կա, այդպես դու կարող ես հստակ պարզել, թե քանի ուղևոր կա ավտոբուսի մեջ, որոնք չունեն վճարում եւ շատ քիչ քանակի հսկիչներով հնարավոր կլինի կոնկրետ ուղղորդել դեպի այն ավտոբուսը, որտեղ մեծ թվով չվճարողներ կային եւ ստուգում իրականացնել։ Ազգային ժողովի նիստից առաջ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամները ակցիա իրականացրին ազգային ժողովի դիմաց, իրենց բողոքը հայտնելով տրանսպորտի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծի դեմ։ Բայլա մի րոպե, պարոն։ Այսօր կողմեք քննարկելու են տուգանքի մատերիալ սարքելու նախագծին։ Տրանսպորտի բոյկոտը։ Դե բոյկոտում են, ինչ եք տուգանում։ Մարդիկ բոյկոտում են, որտեվ դեմ են ձեր ապօրինի թանկացմանը, իսկ ձեր սպառնալիքը եւ մանիպուլյացիան, թե որ չվճարեք տրոլեբուս չեն գնելու, կրկին ցույց է տալի, որ դուք խաբե բաների կուսակցություն եք, որտեվ դուք ասում եք այս թանկացումը պետք է, որպեսզի 10 տարի հետո ավտոպարկի հարց կարողանանք լուծենք, բայց փաստացի այսօր արդեն սպառնում եք մարդկանց տրոլեբուսները չգնելու։ Երևանի քաղաքապետն էլ 3 գործակարգավարական նիստում նշեց, որ թեև երևանցիների գերակշռի մասը պատասխանատու է վերաբերվում վճարումներին, սակայն կան քաղաքացիներ, որ չեն կատարում իրենց պարտավորությունը։ Այլ ունենք քաղաքացիներ, ովքեր որ մտածում են, միգուցե որ եկել է, այսպես ասած, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը, հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է եւ հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որպեսզի հետո նաեւ այդ այսպես ասած մեծ բողոքները չլինեն, բա ինչի է այսպես եղավ։ Աշխարհի շատ քաղաքներում նոր տոմսային համակարգերը ներդրվել են փուլերով։ Սկզբում դրանք փորձարկվել են սահմանափակ երթուղիներում կամ տրանսպորտային միջոցներում, այնուհետև աստիճանաբար ընդլայնվել։ Օրինակ Լոնդոնում Oyster Card-ը ներդրվեց մետրոյից սկսած, հետո միայն կիրառվեց ավտոբուսների եւ այլ տրանսպորտային միջոցների պարագայում։ Սա թույլ է տալիս հայտնաբերել եւ շտկել թերությունները փոքր մասշտաբով, նախքան լայնածավալ ներդրումը։ Տարածաշրջանում ներքաղաքային տրանսպորտի ուղետոմսերի ամենաբարձր արժեքներն ունի Թուրքիան, երկրորդ տեղում Հայաստանն է։ Մեր քաղաքացիների կարծիքները թանկության պատճառով առանց վճարի երթևեկելու եւ խոշոր տուգանքներ վճարելու հարցում խիստ տարբեր են։ Մարդ կա, երբ իրեք տրանսպորտա փոխում 10 դրամ չի մուծում, ամոթել է։ Ճիշտ կլի այն առաջվա նման էլի։ Փողը 10-ից։ Ո՞տ է վերաբերվում, որտեվ ամեն մեկը գիտակից մարդ է, գիտի ինչի համար պետք է տրանսպորտի համար վճարի։ Պետք է անվճար տրամադրեն թոշակառուներին, հաշվանդամներին։ Պետք չի տուգանել։ Գիտեք ինչը մենակ ինձ չի գոհեցնում, որ ժամկետը անցնում է, ոնց կարող է դրամը իր արժեքը կորցնի։
Եվրոպայում Լյուքսեմբուրգն առաջին երկիրն է, որտեղ հանրային տրանսպորտը գործում է բացառապես անվճար դքսության ամբողջ տարածքում։ Երթևեկությունը ձրի է նաև Էստոնիայի մայրաքաղաք Տալինում, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, ֆրանսիական Դյունկերկում, սլովենական Վելենիեում։ Ուղետոմսերն ամենաթանկն են Լոնդոնում, Նիդերլանդների քաղաքներում միջինը $4, շվեյցարական Ցյուրիխում գրեթե $5։ Մերի Դանիելյան, Անի Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Շարունակելով տրանսպորտի թեման, մի շատ յուրահատուկ խնդրի մասին, որն առաջացել է Երևանում վերջին օրերին։ Քաղաքի կենտրոնում մի տեղ կա, որտեղ երթևեկության փոփոխություններ են արվել ու սկսվել են վթարներ։ Երրորդ վթարից հետո իմ գործընկեր Անի Հովանեսյանը գնացել է դեպքի վայր, որ պարզի ինչ է կատարվում, ու հենց հասավ ևս մեկ վթար։ Կադրում երևացող այս մեքենաները հենց նոր ճանապարհատրանսպորտային խախտում արեցին։ Իմ թիկունքում գտնվող տրանսպորտային միջոցը չի նկատել նոր նշանները եւ բախվել է ուղիղ գնացող մեկ այլ միջոցի։ Տեղում աշխատող ոստիկանները նշում են, որ վարորդները հաճախ վերև չեն նայում եւ չեն նկատում նշանները։ Երևանի քաղաքապետարանը միայն այս տարվա ընթացքում կատարել է երթևեկության 1 տասնյակից ավել փոփոխություն։ Ըստ հունիսի 13-ին կատարած փոփոխության Արգիշտի փողոցի Երևան պլազային հարող հատվածում ցախ-եզրային երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին հետադարձ կատարողների համար։ Սա առաջացնում է շատ վարորդների դժգոհությունը։ Միայն 3 տեղի ունեցել 3 ճանապարհատրանսպորտային պատահար։ Մեր նկարահանման ընթացքում էլ տեղի ունեցավ պատահար, վարորդի հետ խոսելուց բարձ դարձավ, որ վթարի պատճառը ելի վերջին փոփոխություններն եւ գծանշումները։ Սեպտեմբերը որ եկավ, հիմա համեմատաբար քիչ է մեքենաների ժողովուրդը, բայց սեպտեմբերից կատվածահար է լինելու մեր քաղաքը։ Տնս բաներ են արել ես վերջերս քաղաքապետարանի մինչև քաղաքապետարան հասնել է ու քաղաքապետարանից հետո մինչև մոտ դառնում է մի գիծ, որ դա անհնար է։ Քաղաքապետարանից պարզաբանում են, փոփոխություն կատարելիս իրենց առաջնահերթությունը հասարակական տրանսպորտն է եղել։ Սա ունի հստակ բարձ տրամաբանություն, որտեղ եթե այսօր փողոցում ուշադրություն դարձնենք յուրաքանչյուր մեքենայում վարորդից բացի մեկ ուղևոր կարող է մաքսիմում լինել միջինացված ցուցանիշով, իսկ մեկ հասարակական տրանսպորտում 60 մինչև 80 ուղևոր եւ հստակ քաղաքականություն է, որ առավելությունը պետք է տալ 80 ուղևորին, այլ ոչ թե մեկ։ Իհարկե որոշակի բողոքներ կան անձնական ավտոմեքենաների օգտվող վարորդներից, որը տրամաբանական է։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը երթևեկության վերջին փոփոխությունները տեղին չի համարում։ Դժգոհությունները այն են, որ այդ նմանատիպ իրավիճակում ծանրաբեռնում է երթևեկությունը, վարորդներին հորդորում է բարեկային ծառայությունը ավտոբուսների նախատեսված գոտիներով երթևեկել, դրանից հետո տեսանկարով սարքերով տուգանքներ արձանագրվում են վարորդների նկատմամբ։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահի կարծիքով լավ կլիներ, որ քաղաքապետարանը այլընտրանքային տրանսպորտի մասին էլ մտածեր եւ հեծանվային ուղիներ կամ ինքնագլորների համար նախատեսված ուղիներ էլ տարանջատեր։ Մեկ այլ խնդիր ըստ Քեյանի նոր գծանշումները հաճախ արվում են հների վրա եւ շփոթեցնում վարորդներին։ Այս մտահոգությանը արձագանքում է տրանսպորտի վարչության պետը։ Նոր գծանշումները այս տարվա ամբողջությամբ քաղաքում ավարտված չի, այսինքն մենք ամեն տարի իրականացնում ենք մի հատ գծանշում, հետո տարեվերջում թարմացման աշխատանքներ։ Ըստ ժամանակացույցի գծանշումները Երևան քաղաքում ավարտված կլինեն օգոստոս ամսին, դրանից հետո ըստ նոր ժամանակացույցի կսկսեն մինչև տարեվերջ իրականացվել թարմացման աշխատանքները։ Իսկ ինչ են կարծում այն մարդիկ, որոնց համար արվել է փոփոխությունը։ Արագության փոփոխություն նկատել եք։ Այո։ Չէ, քան շատ չեմ օգտվում, հազվադեպ։ Ավելի գոհ եմ, այո։ 38 համարից եմ օգտվում, որը դեռ հին ավտոբուսներ են, բայց ավելի հաճախ հասկացել աշխատել, առաջ ավելի շատ է սպասում։ Տարբերությունը մենակ նա է, որ մեքենաները նորացվեցին, բայց հաճախականությունը էլի նույնն է, էլի պիկ ժամերին էլի մեքենա չկա։ Ոչ էլ զգուշացրել եմ, որ երթուղիները փոխվում է, խորենացու փողոցով են մտնում, կամ այս ճանապարհի վրա կանգնում ենք, հետո իմանում ենք, որ հակառակ ուղղությամբ է գնում տրանսպորտը։ 15 րոպեից ավել նստած ենք։ Մեր հարևան երկրներում եւ Եվրոպայում այս խնդիրները այլ կերպ են լուծվում։ Իրանում գծանշումների փոփոխության դեպքում հաճախ նախապես տեղադրվում են նախազգուշացնող վահանակներ, նվազագույնը 10 օր առաջ, իսկ Գերմանիայում նոր փոփոխությունները հաճախ փորձարկվում են փոքր հատվածներում, հետո ավելի մեծ շրջաններում։ Տրանսպորտային համակարգերի շարժի մասնակետ Արտեմ Պետրոսյանը կարծում է, որ նման խնդիրները արագ լուծվել չեն կարող։ Բայց ցավոք սրտի սա այն ոլորտն է, որտեղ արագ արդյունքներ ակնկալելը ճիշտ չի։ Երևանի լավ տվյալ պարագայում փողոցների թողունակությունը ըստ էության բավարար է
որ ճիշտ կազմակերպման դեպքում մենք հնարավորինս քիչ ունենանք խթանումներ, ինչ-որ խնդիրներ եւ նմանատիպ այլ բաներ։ Մասնագետն ասում է, այսպիսի փոփոխությունների նպատակը կարող է լինել խրախուսելը, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հասարակական տրանսպորտից ու ավելի քիչ անձնական մեքենաներից։ Կոպենհագենում կա դրված, Բարսելոնայում կա դրված, Փարիզում կա դրված։ Մենք իրոք շատ կախվածություն ունենք սեփական ավտոմեքենայից եւ սեփական ավտոմեքենան մեզ համար որպես հասարակություն շատ ավելի կարեւոր ինչ-որ տես մի հատ վերաբերում է կյանքում եւ ոչ թե ուղղակի փոխադրամիջոց։ Ըստ Պետրոսյանի Երևանին անհրաժեշտ են երթևեկության կազմակերպման ավելի հստակ ու քաղաքացիների հետ համաձայնեցված լուծումներ, որոնք հիմնված կլինեն նաեւ միջազգային փորձի վրա։ Անի Հովանեսյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Եվ ավարտենք այսօրվա եթերը աշխարհում տեղի ունեցած իրադարձություններով, որոնցից ամենաուշագրավը Սիրիայի դեմ 20 տարուց ավելի գործող պատժամիջոցների վերացումն է։ Որոշումը կայացրել է Թրամփը։ Դե հիշում եք, Սիրիայում նոր իշխանություն է, Թուրքիան է նրանց օգնել դառնալ իշխանություն։ Հիմա էլ հանվում են պատժամիջոցները, հուսանք Սիրիան կվերականգնվի մի օր, բայց ոչ միայն սա, Իրանի շուրջ ևս կան ուշագրավ զարգացումներ։ Առնվազն 34 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգի դեղերի գործարանում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի հետևանքով։ Վիրավորների եւ անհետ կորածների թիվը դեռ չի հստակեցվում։ Շենքի ավերակներում փրկարարները փնտրում են արգելափակվածների։ Վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցել է զոհերի հարազատներին եւ հայտարարել, որ նրանց ընտանիքներին ֆինանսական աջակցություն կտա պետությունը։ Ոստիկանությունը գործ է հարուցել պետության դեմ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ ԱՄՆ նախագահը ստորագրել է պատմական հրամանագիր, որով չեղարկվում են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, ինչպես Սպիտակ տունն է հայտնում, աջակցելու երկրի կայունության եւ խաղաղության ճանապարհին։ Կմնան միայն այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են նախկին նախագահ Բաշար Ասադին, նրա համախոհներին, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, քիմիական զենքին, իսլամական պետությանը եւ իրանական միջնորդներին։ Հրամանը պետքարտուղարին հանձնարարում է վերանայել Հայաթ Շահրիր Ալ-Շամի որպես ահաբեկչական կազմակերպության որակավորում եւ մակում ուսումնասիրել պատժամիջոցների մեղմացման տարբերակները։ Հիշեցնենք, որ Հայաթ Շահրիր Ալ-Շամը նախկինում համարվում էր ահաբեկչական կազմակերպություն։ Իսրայելական զինուժի նախորդ օրվա հարվածներից Գազայում սպանվածների թիվը հասել է 78-ի։ Ծովափնյա սրճարանում տեղի ունեցած ավիահարվածներից հետո մոտ 4 տասնյակ մարդ էր զոհվել, ըստ ականատեսների 23 մարդ էլ կրակոցների ժամանակ է զոհվել, երբ փորձել են սննդամթերք ստանալ։ Հայտնի է, որ զոհերի թվում է տեղացի լրագրող Իսմայիլ Խատաբը, ով հայտնի էր Գազայում մարդկանց օրհասական վիճակի մասին ռեպորտաժներով։ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Associated Press-ին ասել են պաշտոնական աղբյուրները։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շարունակում է իր ուղղակի եւ անուղղակի շփումներն իրանցի պաշտոնատար անձանց հետ։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին նաեւ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների հնարավոր շարունակության մասին, սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները արագ վերսկսելու որևէ ծրագիր։ Վրաստանում ընդդիմադիր 8 կուսակցություն հրաժարվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Քաղաքական ուժերի հայտարարությունը խորհրդարանի առջև ներկայացրել է կուսակցություններից մեկի դրոայի առաջնորդ Էլենե Խոշտարյան։ Նա ու նրա հետ հացադուլ հայտարարած եւս մեկ գործիչ ասել է, որ դադարեցնում են հացադուլը։ Ըստ հակաիշխանական քաղաքական ուժերի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը չի ծառայելու քաղաքացիների շահերին, այն միայն ստեղծելու է մեջբերեմ անօրինական ռուսական ռեժիմի լեգիտիմության տպավորություն։ Վրաստանի արևմտամետ քաղաքական կուսակցություններն ու խմբերը, որոնց նպատակն է լիովին ապամոնտաժել ըստ նրանց ռուսամետ Իվանիշվիլիի ռեժիմը, պնդում են, որ երկրում պետք է հաստատվի եվրոպական տիպի ժողովրդավարական կառավարում։ Իդեպ ընդդիմադիր հայացքներ ունեցողների աջակցությունը վայելող երկու ուժերի ղեկավարները իրենց դիրքորոշումը դեռ չեն հայտնել։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Այսքանը, հետևեք մեզ սոցցանցերում, բաժանորդագրվեք ու դե առողջ եղեք։